Մամ։ Մոտ չգաս։ Ես հիմա բոլորիցդ վախենում եմ։ Դուք ոչ մեկդ ինձ չեք սիրում։ Ու ես էլ ոչ մեկից չեմ սիրում։ Բայց ինչ ա եղել, մամ։ Կարող ես դու ասես ինչ ա եղել։ Ադամ Գեորգիչը զանգեց, որ գնամ տիկին Ջուլիին տուն բերեմ։ Բա ինքը ուր է այդ դեպքում։ Այդ ո՞նց ա եղել, որ Խորենը թողել է տուն գաս, մամ։ Չեմ ուզում լսել։ Խորենի անունը մոտս մի տուր։ Բայց ինչի ինչ ա արել, չեմ հասկանում։ Ադամ Գեորգիչը մեզ ուղարկեց, ինքը բարձրացավ Խորենի մոտ։ Ինչի համար։ Լավ, դու մամային տուն տար։ Թե ասա այսքան հարցեր տալու փոխարեն միանգամից զանգեմ, էլի։ Չամանում վեր կենամ գնամ։ Լսի, ուզում ես գժվեմ ու մոռանամ, որ իմ տղեն ես։ Դու վաղուց արդեն դրա մասին մոռացել ես, նենց որ ինչ ուզում ես կարաս անես, հետս։ Քո ուզածն էլ է դա, չէ։ Ուզում ես ամեն ինչ իմանաս։ Կլինի այդքան ցինիկ քեզ չպահես։ Ինչի՞։ Նեղվում ես։ Լսի, ինձ հունից մի անի։ Տեղից ինչ որ արեցիր մորդ հետ, ես կարող եմ քեզ սպանեմ։ Եթե մտքովդ անցել, հա, ուրեմն խնդրեմ։ Այսինքն դու կանգ չես առնելու, հա։ Ես այտենց հասկանամ։ Գիտես, ես միշտ այն ինչ որ սկսում եմ, հասցնում եմ իր ավարտին։ Հասցրու։ Էլի հասցրու։ Բայց այն, ինչ որ իմ հետ է կապված, իմ հետ ես ծրագրել։ Մնացածից հեռու մնա, հասկացար։ Մինչև մեռնես։ Իսկ դու ինձ մեծացրել ես։ Դու այդ իրավունքը ունես, որ ինձ խփես։ Ինչ ես արել իմ համար։ Որ հիմա էլ եկել ես սենց մոննատես գալիս որ ես։ Ես քեզ կյանք եմ տվել։ Ու դրանով ձեռք եմ բերել բոլոր իրավունքները։ Ուապս։ Այդ մենակ քո կարծիքով։ Իսկ հիմա կարաս գնաս։ Ասա, որ շատ հազվադեպ հանդիպող անուն է։ Նեհա, արդեն ասեցի, որ շատ բան չի։ Հաճախ չես լսի։ Իսկ ով է ինքը Ադոնը, ինչ պատմել ինձ իր մասին։ Դե ասեցի արդեն։ Մորակույր ես սա։ Դու ինչ ես սենց խառնվեցիր իրար։ Դու հեսա որ պատմես իր մասին, ես էլ կասեմ, թե ինչի սենց վատացա։ Դե ես ինչ կարող եմ պատմել Ասթինայից, եթե ես ինքս իրան 2 շաբաթ եմ ընդամենը ճանաչել։ Չգիտեմ, կարող է ինքը քեզ պատմել է, ինքը եղել է Հայաստանում կամ երբևէ ստեղ ինչ որ մեկի հետ սիրային կապ ունեցել է, թարապես իր կյանքից որևէ բան։ Այ Ժանո, դու ինձ արդեն զարմացնում ես, գիտես։ Այ Ադոնը գլուխս խելք չի մնացել, չեմ իմանում արդեն ինչ եմ խոսում։ Չէ, Ժան, տենց մի ասա։ Դու հենց հենց խոսացող մարդ չես։ Եթե դու մի բան ասում ես, ուրեմն պատճառ կա։ Կա։ Ես գիտեմ ով է հայրս։ Եվ ով է։ Դու նրան գիտես։ Ժանո, ով է։ Իշմ ես որ ասում էի շատ բան ունեմ քեզ պատմելու։ Հա։ Դու ինձ խոստացա, որ ես հենց վերադառնամ, դու ինձ կպատում ես սաղ։ Լևը։ Լևն է հայրս։ Աստված է։ Անհավատալի է։ Բայց շատ սպասելի։ Հեչ էլ անհավատալի չի Ադոնը։ Հա, ինքը ինձ իր թևի տակ պահել, օգնել է, տիրություն արել, որովհետև ես իր տղեն եմ։ Անհավատալի կլիներ, եթե օտար մարդ այդքան բան ուներ։ Այդ դա կլիներ անհավատալի։
Փաստորեն, եթե Լևո հայրատա, նշանակում այդ ալիքն էլ հոպարատա, հա? Տենում ես ուղիները ուր են տանում։ Կներես Ժան, բայց ահավորը։ Մի ասա կներես։ Ես լրիվ հասկանում եմ, թե դու դա ինչի համար ես ասում։ Ժան, ես չի ուզենալ, որ դու կապ ունենայր այդ ընտանիքի հետ։ Ես չեմ հասկանում, դու ոնց կարար այդքան տարի ապրել օտար ընտանիքում ու ընդունել իրանց իբրև իսկական ընտանիք։ Խաբել են ինձ Ադամը, ով հասնի խաբել է։ Իսկ մամա Ժան, մամայից հետ ինչ-որ բան գիտես։ Չէ, ինչ-որ ասում է Լևը, ասում է ինչ-որ մի հատ այլանդակություն է եղել, ինձ թողել գնացել է։ Ուր է գնացել։ Չգիտեմ Ադամը, հիմա քեզ ինչ ասեմ, իր ասելով պետք է ասեմ։ Ասում է ինչ-որ գնացել է Ամերիկա։ Ու անունն էլ գիտես ինչ է։ Ժանո, ես ինձ արդեն վատ եմ հասկում։ Անունը Հաստինե է։ Հաստինե։ Չէ։ Չի կարա այդ կինը լինի քո մերը։ Ժանո, չի կարա լինի տենց բան։ Մենք ոնց կարանք մորակրոջ երեխեք լինենք։ Չգիտեմ Ադամը, չգիտեմ, բայց ես կյանքը մեզ ընենց բաներ եմ մատուցում, որ ավելի շատ ես հակված եմ հավատալու, քան չհավատալու։ Հա, երևի ճիշտ ես։ Ադամը, այդ կնոջ համարը կտաս, ուզում եմ խոսեմ հետ։ Տամ։ Բայց… Չէ, մի տուր, չեմ ուզում պետք չի, չէ, մի տուր։ Ես ինչ ծանր ու խառը կյանքը բաժին հասել երկուսիս, ինչի։ Փաստորեն, որ այդ կինն ինձ պատմում էր իր մեծ սիրուց, որը կորցրել է, թողել է Հայաստանում, Լևն է եղել, հա։ Լևն է եղել փաստորեն այդ մեծ սերը։ Բլադ սպասի, համբերի ասում եմ։ Ինչքան։ Ու դեռ ինչքան պետք է համբերենք դրա քայլերը։ Հա լավ, մտածեցինք հիվանդ տղայա հաներեցինք։ Այս անգամ պետք է պատասխան տա։ Ես նրան ինչ որ պետք էր արդեն ասել եմ։ Դու ամեն անգամ էլ ասում ես, բայց մեկը իր մոտ տեղ չի հասնում։ Հիմա որ դու ասեցիր տեղա հասնելու, հիմա այդ մարդը այդ ձևի է, այդ տեսակն է, ինչ անենք։ Պիտի ուզած-չուզած համակերպվենք։ Ինչին համակերպվենք։ Որ կարա մեր մորը ծաղրուծանակի ենթարկի, հա, դրան համակերպվենք։ Իսկ ինչ անեմ, տան սպանեմ այդ լակոտին։ Ես չեմ ասում տուր սպանել։ Այսօր տեղից արդեն մի բան արել եմ, որի համար ինձ չեմ ներում։ Ինչ ես արել։ Խփեցի նրան։ Լավ էլ արել ես։ Բայց ինքն էլ լավ բան շրխկացրեց երեսիս։ Ճիշտ բան։ Ասեց այդ պահել ես, որ հիմա էլ խփում ես։ Խփելն ամենակիչն էր, որ կարա իր աներ։ Այն ինչ որ ինքն է արել, դրան ներում չկա։ Բա հիվանդ մորը կարելի է անել դնել բակում, հա, դրսում։ Խփեցի, բայց սրտից դարդ եղավ։ Լավ ես արել, հասնում ա դրան, վախտնա որ սթափվի։
Արի գնանք։ Վլադ, ասում եմ արի գնանք, հիմա էլ դու ինձ հունից մի հանի։ Թողնեիր բարձանայի վերև, դրան մի երկու բան ասեի, որ սիրտս հովանալ էլի։ Արի գնանք տունը։ Դու ճիշտ կանեիր մնայիր տանը։ Մորդ մոտ։ Ինչ արած, դու ինչ մեղք ունես, որ դենց է ստացվել։ Իսկ դու տեսել ես այդ աղջկան, խոսել ես հետո։ Չէ, բայց գիտեմ, որ արդեն Հայաստանում է։ Պարզան։ Աստին է, Լևն է քեզնով հետաքրքրված։ Լևը։ Այո, Լևը։ Եվ ինչ ա ուզում։ Ինչ պետք է ուզի։ Քո տվյալներն ա ուզում։ Հետ ինչի որոշեց այսքան տարի անց նորից իր մասին հիշեցնել։ Չգիտեմ, բայց շատ վճռական է տրամադրված։ Կարծում եմ շուտով ձայնը կլսես։ Աստված չանի, ես ցանկություն չունեմ։ Վաղուց թաղել եմ Լևի հետ կապված ամեն բան, Լևին հիշեցնող յուրաքանչյուր բան։ Արի փոխենք թեման Լևո։ Շատ լավ, ես քեզ հասկացա։ Մի հատ զանգ եմ ընկերոջս հետ խոսում։ Տանն է։ Տանն է։ Դե լավ։ Շատ լավ։ Կապի մեջ։ Լեո։ Այո։ Խնդրում եմ ոչ մի դեպքում չհանձնես իմ տվյալները։ Ես քեզ հասկացա։ Շատ բարդ է լինելու։ Այդ ես վերջին անգամն եմ ասում։ Ինձ հետ այդ բան չխոսես։ Կխոսեմ ոնց կուզեմ, մամա։ Այդ աստիճան եք, հա կապներդ կտրել։ Չգիտեմ ինչ աստիճանի եք կտրել, բայց ներս չանեք, որ այս ամեն ինչը ծեծի հասնի։ Իսկ դու էստեղից դուրս գնա, որովհետև սրա ուղեղը դու ես կրծում։ Մամա, ես քեզ ինչ եմ արել, ինչ լինում է ինձ ես ասում։ Վայ! Գրող։ Ես քեզ հարցնում եմ, ինչի ես գնացել Հենրիի մոտ, մամա։ Իսկ դու իրան ասեիր, տղամարդ ես, չես ամաչում, ինչի ես բերանբացություն անում։ Մամա, հարցիս պատասխանի, ինչի ես գնացել Հենրիի մոտ առանց ինձ հարցնելու, թե այդքան թքած ունես իմ վրա։ Ինչի՞։ Դու չգիտես, որ մեր մաման ինչ ուզում է դա անում է ու ընդհանրապես ոչ մեկից թույլտվություն չի հարցնում։ Այ վերջապես խելքին մոտ բան ասեցիր։ Այո, ճիշտ եմ գտել, որ գնացել եմ ու լավ եմ արել, որ գնացել եմ։ Ուրիշ խնդիր կա։ Ես խնդիր չունեմ, ինձ մի նայի։ Բայց դու ինչն ես, մամա։ Մամա, դու հասկանում ես, դու ինձ տրորել ես։ Դու գնացել ասել ես Հենրիի մոտ ու ամեն ինչ արել ես ընդամենը քո նպատակին հասնելու համար։ Ինչ ահավորը, դու ամեն ինչ դետալ առ դետալ մտածել ես։ Ես չհասկացա այս պահը։ Մամա, դու ինադու Հենրիին չես ասել, որ ես երեխուն կորցրել եմ առանց բժշկական միջամտության, որովհետև քեզ սերք էր տալիս, որ ինքը մտածեր, որ մեր Մոնիկան երեխուց ազատվել է, դե տենց հիասթափությունը ավելի մեծ կլիներ։ Վայ, շատ ափսոս է, շատ ափսոս, որ ես ձեր չափ երևակայություն, ֆանտազիա չունեմ, որ իմ քայլերն ու խոսքերը հազար ձև չեմ գցում, բռնում, վերցնում, դնում, ոնց որ դուք եք պատկերացնում։ Հիմա դու ինչ էլ ասես, ես քեզ չեմ հավատա։ Իսկ ես խնդրում եմ, որ դու հավատաս։ Հենրին ինձնից հեռացավ զզված, ու նույն զզվանքը հիմա ես այս ընտանիքի հանդեպ եմ զգում։ Զգում եմ հեսա պայթյունա տեղի ունի։ Սխալ չես զգում։ Լավ է, չէ, պապ։ Քո համար կարևորը սա էր։ Դու թքած ունես քո աղջկա բախտի վրա։ Չէ բալս։ Ես թքած չունեմ իմ աղջկա բախտի վրա։ Ուղղակի դու շատ բան չգիտես ու չես հասկանում։ Ես զզվում եմ այս ընտանիքում բոլորից ու իմ օրերը այս ընտանիքում հաշված են։ Մոնի, սպասի։ Քորանամ ես երեխես։
Ես շատ լավ գիտեմ, թե ձեր որ խոսքին ինչ է հաջորդելու, բայց ինձ դա պետք չի։ Լև ջան, դու լավ գիտես, քեզ իշքան մեկ հարգում։ Հա, գիտեմ։ Գիտեմ ու սիրում եմ, որ ինձ հարգում են, բայց ավելի եմ սիրում, երբ այդ հարգանքը ճիշտ է լինում։ Տենց էլ կա։ Լավ է։ Մենք միշտ քո տրամադրության տակ ենք, մենակ ասա ինչ պետք է անենք։ Դուք դա արդեն պիտի արած լինեիք։ Ինձ կոնկրետ տեղեկություն է պետք, ով է կերել Սլավի գլուխը։ Կախվել է։ Էդ ինչ նոր բան ասեցիր։ Ես չգիտեի այդ մասին։ Իսկ ավելի թարմ լուրջ կա։ Իսկական պատճառները ճշտում ենք։ Ինձ էլ թվաց միամտածել եք։ Սկսել եք հեքիաթներին հավատալ արդեն։ Չէ, Լև ջան։ Ինչի՞ չէ որ։ Քեզ պետք է որ ճշտեն Սլավի սպանության մոմենտները։ Էդ էլ անում ենք։ Մոմենտները պետք չի ճշտել։ Ինձ պետք է իմանալ, թե դա ով է արել, ով է հեղինակ։ Սպանողի անունն է պետք։ Ես զարմանում եմ, ոնց որ առաջի անգամ լինի ձեզ մոտ էս ամեն ինչը։ Ինձ մենակ անունը չի պետք։ Ինձ նաև պատվիրատուն է պետք։ Այդ սպանողը էստեղ է, ձեր մեջ, ձեզնից մեկը։ Ես դրան տալու եմ, որ դուք հոշոտեք։ Իսկ ինձ գլխավորն է պետք։ Իմացեք ով է պատվիրատուն։ Ջուլի, գոնե հիմա գիտակցում ես, որ խորենի հետ գնալը սխալ էր։ Իմ խորենին դուք եք փչացրել։ Մամ, ինչ ես խոսում։ Այո, դուք նրան ձեր նման եք դարձրել։ Խորենը վատն է, մեզնից էլ վատն է, հերիք է իրան սրբացնես։ Լավ, Վլադ, հանգստացի։ Ոնց որ մամային տարած լինի խորենի հողի վրա։ Եթե խորենը ամենավատ բանն էլ անի, մեկ է։ Խորենը ամենալավն է, մենք ենք մեղավոր։ Մերը դժվարանում է հավատալ, որ խորենը կարող է այդքան վատը լինել, նույնիսկ իր հանդեպ։ Ինձ ոչ խորենն է պետք, ոչ էլ դուք։ Ես ուզում եմ գնալ։ Ուր գնաս։ Ձեզնից բոլորից հեռու։ Այ, վերադարձրեք ինձ հիվանդանոց։ Այ հիվանդանոցում ես ինչ շատ լավ էի զգում։ Մամ ջան, ցավդ տանեմ, մի նեղացի մեզանից։ Ես քեզ խոսք եմ տալիս, մենք ամեն ինչ կանենք, որ դու երջանիկ լինես։ Մենակ թե մի ասա, որ հիվանդանոցում ավելի լավ է, քան մեր հետ։ Իսկ գուցե ճիշտը հիվանդանոց վերադառնալն է։ Որ ինչ, իմաստը որն է։ Դե այնտեղ իրեն ավելի հանգիստ էր զգում, ավելի ապահով։ Տարեք ինձ այնտեղ։ Այնտեղ ինձ ավելի շատ էին սիրում։ Լսում եմ տղես։ Մյուս անգամ այդ բառը չասես։ Լավ, էլ չեմ ասի, եթե դուրդ չի գալիս չեմ ասի, ասա լսում եմ։ Քո կյանքի կինը, նա ով ինձ լույս աշխարհ էր բերել։ Ամերիկայում է իմը։ Ինչ ես հարցնում։ Որովհետև ես նրան գտել եմ։ Չելնող բան ես ասում, Ժան, դու ոնց պիտի գտնեիր նրան։ Ադանայի միջոցով։ Ադանն իր տանն է ապրել այս ընթացքում, ու բարձվում է ինքը Ադանայի մորքուրն է։ Չհասկացա, ոնց կարա Աստինը լինի Ադանայի մորաքույրը։ Ճիշտ ես ասում, չի կարա լինի։ Լավ մոռացի ինչ եմ ասում, ինչի համար էի զանգել ու ընդհանրապես ինձ մոռացի։ Աստինեն Ադանայի մորաքույրը։ Ոնց կարա լինի։ Սոսիս խոսք եմ տալիս։
իր համար եկե պարկել եմ այստեղ։ Բայց ես ու լավ գիտեմ, որ այս անտեր հիվանդությունը չի բուժվում։ Կարելի է։ Չէ, չի կարելի։ Ինձ ասեցին կարելի է։ Ծաղիկներ էի բերել քեզ, բայց ծաղիկները չթողեցին։ Բայց ինձ թողեցին, ասեցին կարելի է։ Ոչ է սրտնեղում, որ առանց ծաղիկ եմ եկել մոտդ։ Դեռ չեմ մեռել, որ ծաղիկներ բերեիր։ Բայց ինչ կոպիտ ես քեզ պահում։ Հետո ասել որ ծաղիկը միայն դրավ չեմ ուզում շարունակեմ սկի։ Կլինի հետդ անկեղծ լինեմ։ Միշտ։ Գալդ հեչ սրտովս չի։ Պարտադիր չէր ասելը։ Ես դա հասկացա։ Ուրեմն պարտադիր է հասկանալը, որ կարելի է նաև սխալը ուղղել։ Ինձ դուրս ես հրավիրում։ Բայց չէ, չի գնա որ մենակությունից լավ չի իմ ներկայությունը։ Ես մենակությունից ընդհանրապես չեմ վախենում։ Մանավանդ էլ որ հիմա որդիս գալիս է մոտս։ Ես քեզ համար ուրախ եմ։ Այդ լավ է որ վերջապես որոշեցիր բուժվել։ Թեկուզ Լևի փողերով։ Լևին չանդրադառնաս։ Չէ, այ մարդ։ Լևին հիմա բոլորից շատ է պետք հանգիստ թողել։ Խառն ախպերս։ Ինչի։ Ինչ է եղել։ Ասեն ինչ բան է։ Բոլորին մատնում է։ Ոչ ոք չի կարող թաքցնել իր ասերը։ Կլինի չփիլիսոփայես։ Ասա ինչ է եղել Լևին։ Սլավին կորցրեց։ Ով գիտի ախպերս ես կողմերս չի ելերև ասել։ Այսինքն ոնց։ Չհասկացա Սլավին կորցրեց։ Չկա մեր ախպերը։ Դա եղբայրը էլի մեր համար Սլավը։ Մեր հալալը։ Մեր երրորդ ախպերը։ Բայց ինչ է եղել։ Մեղսավոր ապրեց, մեղսավոր էլ գնաց մեր ախպերը։ Ինքնասպան է եղել։ Սլավը չէր կարող ինքնասպան լինել։ Բայց դու դառնում ես Լևի համար։ Այնք ամբողջ կյանքն մի բան կորցրել, մի բան գտել է։ Գիտես ոնց եմ նյարդայնանում ես քո խոսելու ծաղիկ։ Տղա է գտել Լևը։ Ոնց են ասում մուննաթից կտրված պատրաստ է երեխա է անգել ձեռը։ Կարամ իմանամ ստեղ ինչ եք անում։ Ոնց է Սոս ջան։ Լավ։ Ալիկ։ Գնա։ Տղես եկավ ես իր հետ ուզում եմ մենակ մնալ։ Գնում եմ։ Վստահ եմ ոչ մի բանի կարիք չունեք, բայց եթե հանգարց որևէ բանի կարիք կունենաք, դիմեք։ Մեծ սիրով կօգնեմ։ Ալիկ։ Ով է Լևի տղեն։ Մամ։ Ժանունա։ Լևը ունեցել է սիրած կնոջից ու միշտ էլ իմացել է, որ իր տղեն է։ Գնացի։ Ոնց ես տղես։ Շատ ես տանջվում, չէ։ Ման պետք չի ձևացնել։ Ես գիտեմ քո համար ցավոտ է, որ Լևը տղա ունի, ու ես էլ ինձ ված զգացի։ Ծնված տորից։ Պարտացել եմ։ Կարծելով, որ Լևի համար տղա եմ լույս աշխարհ բերել։ Մամ էլի հպարտացի, բայց ինձնով ոչ թե նրանով, թե ում տղան եմ ես։ Չի կարող նման բան լինել։ Ինչի։ Չի կարող որ Աստինեն կապ ունենա Լևի հետ, Բայց ինչ։ Շարունակիր, դու ոնց որ բան գիտես։ Անի մոտ գտնվող երեխեն Աստինեինն էր։ Ես դրանով վերջերս համոզվեցի։
Իսկ Ժանոյի դիմագծերնից միշտ ծանոթ են թվացել։ Ահա թե որտեղից։ Էդ մեզ անգում։ Վլադին, որ գա ինձ տուն տանի։ Ուր տանի։ Տուն։ Այ բլա էր սա քո տունը։ Արի չսկսենք հա նորից։ Արի չքննարկենք այն, ինչը երկուսիս էլ հայտնի է։ Բայց ես ուզում եմ, որ դու ինձ հետ մնաս։ Ուզում ես։ Բայց չես գիտակցում, չէ՞ որ հնարավոր չի արդեն իմ այստեղ մնալը։ Որ ոչինչ էլ առաջվանը չի լինի։ Ինչի ախր, ինչի։ Պապա, որովհետև ես չգիտեմ, թե ուր եմ ես։ Ես չգիտեմ, թե կյանքի որ փուլում եմ։ Ես չգիտեմ, թե դեռ ինձ ինչեր է սպասվում։ Այ ոնց որ դու չգիտես, թե ես երբ նորից կսկսեմ իմ մեղադրանքներն ուղղել քեզ։ Այ բալա, մեղադրի ինձ։ Սիրտդ ինչքան տալիս է, ինչքան ուզում ես ինձ մեղադրի, մենակ ինձ անտեր մենակ մի թողես տան մեջ։ Բայց քեզ ինչի է թվում, որ ես հաճույք եմ ստանում քեզ մեղադրելուց։ Դու գիտես, թե ես ինչքան ցավ եմ ապրում, երբ մեղադրում եմ քեզ։ Ես արդեն իսնեցել եմ հոգնել։ Անդադար մեղադրել, բացատրություններ պահանջել, հարցեր տալ, արդեն հոգնել եմ մի այլ կարգի։ Իսկ իմ ցավն ավելի անտանելի է դառնում, երբ զգում եմ, որ կորցնում եմ քեզ։ Գորիցս հետո դու էիր ստիպում ինձ ապրել։ Այ կորս։ Արդեն մի տարի անցավ։ Ոնց եմ կարոտել իրը։ Ոնց կուզեի գնալ Սևան, հեռանալ ես ամենից, մեկուսանալ ու ապրել հանգիստ, խաղաղ։ Թե չես փոքր քաղաքում ես մեծ պատմությունների մեջ, ես չեմ կարողանում։ Միասին կգնանք Սևան, ես էլ կգամ։ Կգնանք ու կապրենք առաջվա պես։ Չի լինի։ Առաջվա պես էլ ոչինչ չի լինի։ Թող չլինի։ Թող Սևան չգնանք։ Թող առաջվա պես չլինի։ Մենակ թե մի գնա։ Արի միասին ապրենք այս տանը։ Չեմ կարող։ Դու ինչի չես հասկանում, որ ես դա չեմ կարող անել։ Ես դա չեմ կարող անել շատ պարզ մի պատճառով։ Որովհետև ամեն անգամ նայելով քեզ։ Ես հասկանում եմ։ Ամեն անգամ նայելով ինձ մտածում ես, որ ընտանիքիդ դահիճն է դիմացդ կանգնած։ Չէ։ Ես եմ ինձ դավաճան համարում։ Ես ինձ դավաճան եմ համարում։ Որովհետև 17 տարի ապրելով քեզ հետ ես արդեն դավաճանել եմ իմ ընտանիքին։ Իսկ իմ կներես։ Նույն անել չեմ կարող։ Ոչ հենա հավատամ, ոչ հենա չհավատամ։ Ես էլ չեմ իմանում, որ նա ինձ համար բարին հավատալը, որ այդ կինը, ով Ադանեի մորքուրն է, կարա ինձ լույս աշխարհ բերած լինի, թե հավատալը մտածելը, որ սա ընդամենը զուգադիպություն էր։ Որ ես ու Ադանեն մորքուր երեխեք լինենք։ Չէ, ես էլ չեմ ուզում, հետ ինձ սրտով չի։ Չնայած, որ մտածում եմ կարանք մորքուր երեխեք լինենք, շատ բան է իրա տեղն են գնում։ Մեր նկարները բիծ ու ճամպրուկում, Լևի ասածը, որ մենք քույր ու աղբեր ենք, բայց մեկ այս չեմ ուզում, որ այդ ճիշտ լինի, ես չեմ ուզում մորքուրիս աղջկան սիրեմ, չեմ ուզում։ Մարդ չջոգեց ես ինչ հաշիվը, նավսիգդա ենք գնում, թե էլի հետ ենք գալու, թե ես պրոստը օտպուսկ են ուղարկում, արա մեկը խելքը գլխին մի բան չասեց մարդ ջոգի, այս բերթի կյանքը ուրիշ է էլի, շատ բան ես ջոգում, բայց դե ենա ուժը ցելի վրա տղա եմ, ես իմ ստեից դուրս գալուն ես սարկած մոմենտ է,
ջոգին, որ ջարդ եմ անելու, իրանց տրախովկեն արին հանին, ճամփին ինձ։ Արա լավ Արամիկ, մտքերդ մի կողմ թող, կարող ես երազա իրականություն չի։ Արա չէ ինչ երազարա, դուս ես եկել։ Լավ բաբա որ դուս եմ եկել, ուր են արա չկան, անտիրական կայնել եմ ստե, ուր են արա հերս ուրա, ավտոները ուր են, չեն եկել իրենց տաղուն մեկ դիմավորեն։ Հորս սովև։ Արա հեյնը, արա, եկավ հալալս, մերնեմ կյանքին, արա դե ուրիշ է էլի հերս, արա։ Всё-таки ես եմ իրա տղեն, էլի։ Ես ուր է սեթրակիչը։ Սեթրակիչը ինձ ուղարկել է, որ գամ քեզ վերցնեմ, ավել բան չգիտեմ։ Ես չջոք երես, այս կարգի թքած ունեք իմ վրա, հա։ Ոնց երես չեք, ինձ ես ավտոն է պետք չի, вообще կարաս ես ցեկը լսած վեկալես ցավալվես ստուց։ Գնամ հիմա։ Դու չէ այ ախպեր ուր գնաս, լկայնի։ Հիմա ինչ լև, միտեղ չնստենք հանգիստ։ Չէ, ասացի խոսալու բան կա։ Լավ կլինի երևի կանգնենք, ես երիտասարդին էլ ասենք թող իջնի մեքենայից։ Ինչի՞ չէիր ասել, որ Աստինեի հետ կապի մեջ ես։ Այսինքն այն կարգի մոտ ես, որ կարողանում ես հյուրեր ուղարկել ես տեղից, նրանք էլ ընդունեն ու պատվեն։ Ես պարտավոր եմ քեզ բացատրություն տալ։ Չէ, բայց երբ խոսք գնաց Աստինեից, դու կարող էիր շատ պարզ ասել այդ մասին, որ կապ ունես նրա հետ։ Լավ, ես այդպես եմ ճիշտ գտե, քանի որ Աստինեն ունի խաղաղ ընտանիք եւ մեծ տղա։ Տղա ունի։ Տղա։ Հա, ամուսինն էլ իմ բիզնես պարտներն է։ Բայց նա այստեղ էլ տղա ունի։ Տղա, որի մասին չի մտածել երբեք։ Տալիս ես ինձ նրա տվյալները։ Ես պիտի խոսեմ հետը։ Չեմ կարող։ Ասեցի պիտի խոսեմ հետը։ Լև, արի չփշացնենք մեր հարաբերությունը։ Քանի որ միևնույն է, ես քեզ ոչինչ չեմ ասի։ Հա, ճիշտ ես։ Արի չփչացնենք մեր հարաբերությունները։ Դու գիտես, որ ես կարող եմ իմանալ նրա համարը։ Պարզապես ուզում եմ իմանալ քեզնից։ Չեմ կարող։ Ուրեմն կդառնանք թշնամի։ Լավ, տեսնում եմ շատ բորբոքված ես։ Չես հասկանում, թե ինչ ես խոսում։ Համարը։ Դուք տղամարդիկ խորամանկ սրիկաներ դուք կարողանում եք հավատացնել կանանց թե մենք ձեր կյանքում միակն ենք ձեր անկողնում միակն ենք մինչդեռ տասնյակ կանանց եք ստում ես միշտ էլ իմացել եմ Զգացել եմ, որ Լևը իմը չի։ Մենակ թե ուշ չեմ գտել ինձ խոստովանելու, որ ես նրա կյանքի միակը չեմ։ Շատ էլ լավ եղավ, որ սոսս իրա տղեն չի շատ լավ եղավ։
Ինչի չես թողնում իմ երազած հանգիստը վայելեմ ասած։ Ինչի չես թողնում։ Չեմ ուզում ապրել։ Չեմ ուզում։ Չեմ ուզում այլանդակվել։ Չեմ ուզում ինձ խղճան առանց այդ էլ արդեն խղճում եմ։ Ոչինչ։ Ընդամենը մաքուր օդ էի ուզում շնչել։ Իչ։ Hello? Hello? Ես եմ։